Բարի լույս, սիրելի հետևորդներ ջան, շաբաթ օրը, թող բարի շաբաթ բացվի բոլորիս, այնքան հով ու զով է, որ հավեսս գալիս է, այդտակ ոնց որ հետ Երևանում չգտնվես, այդքան հով ու զով է, շատ լավ է, մի տեսակ ագռավները շատ են կրկռում, ինձ թվում է անձրև է գալու, քանի որ պարոն Սուրենյանն էլ է ասել, այսօր անձրև են առնելու, ախ ես գետրից առավոտից դեռ չհագած, ինձ ցավացնում է, սիրելի հետևորդներ ջան, ես խիա սենց անում չեմ հասկանում, մի այլ կարգի է ցավացնում, կոֆե սեփել եմ, ուզում եմ խմեմ ու գնամ դրենաժի, քանի որ այսօր ստեղ ոնց ասեմ ժամը 3-ից հետո գործողություններ կան, որ չես ուզում էլի սենց բարձր ասես ու մինչև ժամը 3-ը սիրելի հետևորդներ ջան ուզում եմ բոլոր գործերս արած վերջացրած լինեմ, նայելով մազերիս ուզում էի գնամ ներկեմ, հետո հասկացա, որ ժամի մեջ չեմ տեղավորվի, համել նախորդ անգամը հիշում եք հունվարին, որ լավ փող ուզեց էլի մեր կողմի ինձանից, այս անգամ ուզում եմ հարցնեմ, նոր ներկեմ, հետնել ուզում եմ Օվսաննայի մոտ ներկացել կարտոչկեն ոնց որ թե գտել եմ, պիտի զանգեմ հարցնեմ ու նոր արդեն անցնեմ իմ գործերին, իսկ այսօր օրը շաբաթ է, սիրելի հետևորդներ ջան, պուլս մեդը աշխատում ա գիտեք, ոնց բացատրեմ, ես դեռ այսօր ու մի հատ էլ ունեի անելու, այսինքն երկուշաբթի օրով պրծնում էի, բայց ինչպես միշտ, ես գիտեք ոչ մի անգամ չեմ թաքցրել, ոնց են ասում ծածուկ չեն պահել, ոնց կա, ինչ կա, տենց էլ ասում եմ, սկսել են արդեն կծոտելը մեզ, երեկ բուժքույրն ասեց, որ բժշկուհին էլի ինձ նվեր է արել, 2 պրոցեդուրա նվեր ա տվել, շատերի համար միգուցե ծիծաղելի կթվա, իմ համար իմ այս ուռած ոտքերին դա մեծ բան ա, որովհետև նորից եմ ասում, ոչ հորոս կողմից ենք բարեկամ, ոչ մորոս կողմից ենք բարեկամ, ընդամենը մարդկային շփում, որ ստեղծվել է մեր մեջ, մի քիչ ուրիշ շփում, չգիտեմ, միգուցե կասեք թե բլոգերը դրանից սա է, նայեն է, երևի թե մի քիչ էլ էտ է, չգիտեմ, բայց մարդը, որ լավ մարդ է, հոգատար է ու շատ իրա, ես չեմ կարա չասեմ։ Հիմա այսօր գնամ, երեկ նախորոք պայմանավորվել եմ բուժքրոջ հետ, որ 11-ին պիտի պրոցեդուրա սկսի ու մինչև սկսի վերջացնենք տեստեն, ընդեղ էլի ահագին ժամ է ինձ մնում 3-3:30, որ ոնց ասեմ, գամ հասնեմ ստեղ, որովհետև երեկոյան կողմը ստեղ կարևորագույն գործ կա, կադրից դուրս, այն անգամ գրառումների բաժնում աչքովս ընկավ, Թամարան էր գրել, կարծեմ, եթե ճիշտ եմ հիշում, Թամարան գրել էր, որ Ստեփան Ավանեսյանը ասում ես անհետաձգելի գործ ունեմ կադրից դուրս, Երևան ես գալի, ասում ես անհետաձգելի գործ ունեմ կադրից դուրս, հավատացեք, որ դա իրոք այդպես է, շատ էդ թվում է, թե որ ինչ կա, ոնց կա, մեկ-մեկ գրում եք նստում, ես կյանքդ YouTube-ում պատմում, շատ այն փոքր մասն եմ ես պատմում, այ մնացածը
Մնացածի 7 կադրից դուրս ես ելի հետևորդներ ջան, հաց ես ուտելու, հա? Մնացած էփի էլի։ Էփել եմ, լոբի եմ։ Բայց ես սամ չեմ։ Դրել եմ տականում ազիզ ջան։ Հա։ Ես էլ կա հետը։ Չէ, միս չկա։ Լսում եք, միս էլ կա հետը։ Միս իրիկուն է, հավի դոշն եմ կգան, եփեմ։ Բերելու եմ տեղ, Ալեքս։ Ջան։ Հիմա ասելի հետևորդներիս ասեմ։ Առավոտից վեր ենք կացել։ Ալեքսը դեռ քնած էր։ Ինչքան ուզում ամենակ լնես, այս լնես, այն լնես, նենց, միևնույնն ա քու տանը չես, հետո շատ քնելուն ես սովորել չեմ, մեղքս ինչ թաքցնեմ։ Մարդիկ կան, որ օրինակ կարան 10, 11, 12 պարկ են քնեն, իմ մոտ դա չի ստացվում, այն ջահել տարիներին կարող է, բայց մի տեսակ չի ստացվում։ Ժամը 7-ից այն որ ուզում էի վեր կենամ, բայց թե մարդ ես վեր կենաս, ինչ անես։ Տանեմ ես լվանանք, Ալեքսիս ճաշը բերեմ ու տաքսի պիտի պատվիրեմ, որ գնանք ավտոբայան։ Ընտրից արդեն հեշտ է վարկանների հարց։ Մի հատ մինչև ճաշը կտականա։ Ախես մինչ են տպվել, ավիրել են, մամա ջան, փախնել ապետք ստեից, ես, ուսումնի մեբելս եմ, բաց եմ, ճաշը ապահովենք, որ ինձ հեշտ լինի։ Կոֆեից հետո տես դրել էի, որ տաքանա, 3 լոբի եմ սարքել իրիկունը, որ շոքի հետ կռիվ չանեմ։ Հովանա, կարողանա շարմարան դնենք։ Իրիկվա էփել է, սիրելի հետևորդներ, համար մեկ փրկությունն է իմ համար, որովհետև շոքին որ Ալեքսանդր ջան, այ Ալեքս, արի տար աղբերություն։ Ես չեմ ուզում։
Այս հացը Ինչի՞։ չեմ ուզում էլ ոմից չեմ։ Տենում եք ինչ տղա ունեմ սիրելի հետևորդներ, ասում է բա քեզ մամա։ Այդ համար ամեն ինչ արժե, ամեն ինչ։ Բա ոչ չասեմ շնորհակալ եմ քեզ Տեր ջան։ Ալեքս մի քիչ իջացրու ախպերություն։ Հետո կերու դուս գամ, քեզ եմ սպասում։ Կես կասեմ։ Ախմ եմ ասեմ բժշկական կենտրոն արդեն հոգնում։ Այս են սիրելիներ ջան։ Հեսա ովսաննայի համարը։ Ես նենց գիտեի, թե շպրտել եմ, մտածելով, որ ինձ պետք չի գա, բայց թե ես այդ տեսակը չեմ, տենց հեշտ բան շպրտողներ չեմ էլի։ Օպա, սիրելի հետևորդներ ջան, ասելիքս ինչ էր, մի ուզում եմ, քանի ժամանակը կա, 9-ն էր, որ զարթնել եմ, մինչև հավաքվենք, դես դեն, տաքսի գա, թող լինի 9:30, 10-ից պակաս, գնամ հասնեմ ռայկոմ, իմ պրոցեդուրան պրծնեմ ու ախր դուք հիշում եք, չէ, որ ամեն գալուց ես առնում եմ իմ պետքական բաները, սիրելի հետևորդներ ջան, որովհետև մեր մոտ գները այլ է, ստեղ լրիվ այլ է, ճիշտ է, ես չեմ սիրում մեղադրելը, քարկոծելը, սենց ու նենց անելը, բա ես էլ եմ վաճառական, ես էլ պետք է նենց բերեմ, որ մի բան էլ ինձ մնա, ստեղ քանի որ տեղերը գիտեմ, գնամ նայեմ, մի երկու բան է ինձ անհրաժեշտ, ճիշտ է, սենց ռիսկ չէի անում, անկեղծ ասած գումարայինս չէր հերիքում, բայց ինչքան ոնց որ կկարողանամ այդպես էլ կանեմ, մեկ էլ ուզում եմ Մալաթիա էլ գնամ, ես էլ 2 անգամ արդեն գնում եմ, բայց Միրգ բանջարեղեն շորերից էլ է ինձ բան հետաքրքիր, որովհետև եթե մի առը առաջ չգնամ մեր մոտ, էլ վсё, առնողը չեմ, որովհետև պարզ գիտակցում ես էլի, որ նույնը ստեից ավելի ուրիշ գնով կառնես։ Շատերն ասում են ճամփի ծախսես, են, բայց թե ես հայ քանի ստեղ եմ, դրանք հաշվի առնելով, այնա ես իմ հարցերը կլուծեմ, կպրծնեմ։ Ասելիքս ինչա որ այսօր ուզում եմ գնամ Orange Mall, քանի որ տեղերը գիտեմ, հենց անկապ չեն ման գալու, արդեն կոպիտ ասած գիտեմ, որ շարքը ինչ կա, ինձ էլ ինչա պետք, գնամ տենամ, գները հարմար կլինի կառնեմ, հարմար չի լինի, ոչ մեկ ինձ չի ստիպելու, որ չէ, դու պետք է պարտադիր առնես։ Այդքան բան, ախ, կծոտել են մամա ջան, այս ինչ են արել։ Իսկ ինչ վերաբերվում է երեք Մալաթիայի գներին, բավականին իջել էին գները, բավականին, բացառությամբ սմբուկը չգիտես թե ինչի լավ տեղին թանկացել էր, ես նախորդ անգամ, եթե չեմ հիշում 450, եթե ճիշտ եմ հիշում 450 դրամով էի առել սմբուկ, միտեղ հարցրի 600, միտեղ հարցրի 700, հետո մի հատ էլ հարցրի էլի 700, բարձր էր սմբուկի գինը, իսկ մնացած մյուս ամեն ինչը
Սիրելի հետևորդներ ջան, դարել էր կեսքին, ինչը որ շատ լավ է, իսկ այ մեր մոտ ուրիշ ա գները, ես որ գնում եմ ընդեղ տանից դուրս եմ գալիս, գնում ասում եմ մեքենա ա գալիս, այդ մեքենան ա, որ մի քիչ էլի հարմար գներով ու ամենակարևորը թարմա ապրանքներ ա բերում, ես իմ կապն իրանց հետ ա, միշտ իրանցից վերցնում եմ, գիտեք, տեսել եք, ու մի մտածում եմ, ասում եմ, ախ, շպանկի սեզոնն ա, բալի սեզոնն ա, ես էլ դրա կամպոտը 15 չէ 25 բան կա փակում եմ, ու ստե նստած, մի տենց ստացվեց, ինչ կարամ, ինչ անեմ, կարևորը առողջությունն է, ուղղակի թթվաշ կամպոտներ ավելի շատ ենք մենք սիրում, եթե նկատել եք, այդ չլինի սալոր-մալոր կփակեմ, ոչինչ։ Նորից եմ ասում, կարևորը առողջությունն է, ամեն ինչ կյանքում կարած գտնես, բացառությամբ առողջություն, այնպես որ հետևեք ձեր առողջությանը, առողջ մարմնում, առողջ հոգի, առողջ մտածելակերպ, փորձեք սիրեք ինքներդ ձեզ, ես շատ ուշ եմ սկսել այդքանը, բայց ոնց ասում են լավ է ուշ, քան երբեք, դե ինչ ասեմ, շատ բլբլացի, տենամ Ալեքսս դեռ ուտում է, էսա վերջացնի, ամանը լվանա, մեծ գործ եմ չէ անի, հավաքվենք, տաքսի պատվիրեմ ու դուրս գանք, տեսնեմ որտեղ կհանդիպենք։ Դուրդ եկավ։ Հա, այս մեքենա շատ լավ դուրս եկավ, Մաքուր կոկիկ։ Մաքուր կոկիկ։ Իրոք։ Դաս իմ շատ սիրի պահանջներ։ Ոնց եք լավ եք, ես լավ եմ։ Տաքսի անստը հերիք չի տղես, հետն էլ հավանել է, որովհետև լավ գիտեք դեպքեր առնում, որ դուրը բացում ես ու չես ուզում նստես։ Հա, պատահել է հենց ձեր Յանդեքսի հետ, ես պատվիրել եմ, մեկը հենց ես դուրը բացել եմ, նստատեղերը ցեխոտ, ասել եմ տաքսի ա, ասել է հո, ասել եմ բա ոնց նստեմ, ասում է սովորական։ Ավտոները որը տենց են, գիտեք չէ որտեղ են, ռայոնի ավտոներն են, իրանք են ռայոնի, աշտերը գործ են անում, տենց է գալի քաղաք քշում են, չեն ասում, հատ մաքրի կապ։ Չէ, ռայոնը կապ չունի։ Դե Մարդու մաքրությունը։ Մարդը մաքուր է, մարդիկ ասում են դե լավ է, կնստել են ինչ է։ Ասեն պայմի կուրտակ։ Այո։ Այդ տենց բաններ։ Հենց բացեցին քալեսներս են որ եկավ։ Գիտեք, նավիգատորը սխալ ա տանում, սենց գնաք ավելի կարճ կգնաք։ Պրոկա է որ եկա է։ Հա դե ոնց գիտեք։ Հա, ասես զերևով գնանք, մուտքի շտապ։ Անկյունով դուրս կգաք։ Անկյունով դուրս կգանք ավելի հանգիստ։ Դե ոնց գիտեք։ Այս մատնացը եղան ակամամը։ Հա, այսօր հովում ենք քիչ։ Մենք եկանք հասանք ավտոկայան ու ասում եմ ինչքան հաճելի կլինի որ ցանկացած տաքսի այդ տենց մաքուր ու փայլուն լինի ինչքան լավ կլինի սպասենք տրանսպորտի տենանք որն ա գալիս ուրեմն սիրելի հետևորդներ ջան երեկոյան կողմը արդեն ժամը 8-ն է ու տարօրինակ ձևի արև ա բացվել իմ բոլոր այսօրվան վերաբերվող գործերը արև եմ վերջացրել եմ ու մեկ-մեկ հաճելի ազնում այս ցիտիկների կաչաղակների ու ագրավների ծլվելոցն ու կրկրոցը, բայց այս պահին, այս ուժեղ գլխացավիս հետ տեղում չի, իրանց ոչ ծլվելոցը, ոչ էլ ոչ մի բանը, տարօրինակ ձևի, սկսել եմ գլուխս ցավել,
մտածում եմ երևի թե եղանակային փոփոխության հետ է կապված, համ էլ անգործությունից, շատ սենց խառը մտքերից ու մտածում եմ արժե մի հատ կոֆե խմել, որովհետև այսօր առավոտն եմ ձեր հետ միասին կոֆե խմել, ժամը ուղիղ 9-ից 10 պակաս, արդեն մտածում էի կոֆե դնեմ, չդնեմ ու հետո էտա դրել եմ, ձեր հետ խմել եմ ու բավականին խիտ օր եմ ունեցել, սիրելի հետևորդներ ջան, համ պուլս մեդ եմ գնացել, համ առինջմոլ եմ գնացել, պուլս մեդից հետո, դե դրենաժից հետո նամանավանդես անգամ, սիրելի հետևորդներ ջան, չեմ ուզում դրենաժից հետո շատ սենց ման գամ, ուզում եմ, որ, ոնց ասեմ, հնարավորինս քիչ քայլեմ ու պարկեմ, որ արդյունքը զգամ, բայց ոչ մի ձևի չի ստացվում, որովհետև տեսակով չի լինում, չեմ կարում, այդ պարկելը չի ստացվում իմ մոտ, միգուցե զարմանալի ա, միգուցե մտածեք, սուտ եմ խոսում, գլուխ եմ գովում, բայց չկա նման բան, ասում եմ ինչը որ կա, ականջներս հետ խշխշում ա, ես մտածում եմ, որ ճնշումս ցածր ա, ոչ թե բարձր, դրա համար եմ ուզում կոֆե խմեմ, Ալեքսի կոնֆետներից մի հատ կերա, բայց չի օգնելու, մինչև կոֆե չխմեմ, վախենամ շտատիվս չընկնի հանկարծակի, դեռ լավ է չի, անգեք մի հատ կոֆե դնեմ, մի բաժակ կոֆե խմենք, որ չկան, պարապությունից է վեր չեմ, որ պայնանամ ախր, որ չես նայում ինչ համար, ունի մոտ էտ տարբերակն է, լոբի էի տապակել իրիկունը, իրիկը արած գործը, միշտ էլ խերատ չէ էլում որ ցերեկը ինչ ուզում ես ամես նամանավանդ ես շոպին, հետետ այսօր այդքան էլ շոպ չի, այսօրվա օրը լավի չէր, պարոն Սուրենյանի ասաց բաղտանից շոքեր մտնելու ու ես դետա մի հապտերուտերին մեղվեցի ախոս մայլի քանի օր է ձգենք ու ինչքան ուզում ա շոք թողնի ենքաննա մենք պախնենք ստեից գնանք Ալեքսն ասում է ես էդ արդեն չեմ ձգան, հետաքրքիրն է դա, որ ես էլ, որ միայն կարծիրս մեզ գնաս քո տուն։ Ուրեմն պուլս մետ գնալու ժամանակ հենց մտա բժշկուհու հետ դեմ դիմաց դուրս եկանք ասում եմ, ես համ շնորհակալ եմ ձեզանից, համ ամաչում եմ, էլի,
ասմա բա ես քեզանից ինչ կանեմ շնորհակալ, այ ամաչել է, իզուր ես ամաչում ասում, դու արժանի ես, ու մի տեսակ ամուրախացա համար մինս փշակաղեց, համ էլ լավ ես էլ իսկն, որ մարդը քեզ հարգում է, էդ էլ հարգանքի մի ձև է, թողամ սենց մի քիչ չորանա, սպասեմ կոֆե սեփի, տեսնեմ որտեղ կհանդիպենք։